Գեղեցիկ բնություն, հրաշալի օդ, անանցանելի ճանապարհներ ու աննկարագրելի վերջնակետ։ Ապարանի ջրամբարի տարածքն անչափ գրավիչ է ցանկացած այցելուի համար, բայց քչերը գիտեն, որ այստեղ ջրի տակ է մնացել բազմաթիվ տներ, պատմություններ ու հիշողություններ։ Ողջույն, բարի գալուստ, Զովունի, իրականում մենք հիմա գտնվում ենք նախկին Զովունի համայնքի տարածքում, որը ունի մի քանի 100 տարվա պատմություն, տեղացիներն այստեղ են եկել արդեն 19-րդ դարի սկզբին, բայց այս տարածքը բնակեցված է եղել 4-րդ դարից, այստեղ է գտնվում Սուրբ Վարդան մատուրը, գտնվում են այստեղ նաև բազմաթիվ հին հուշաքարեր, այստեղ է նաև Թուխմանուկի 4-րդ դարի մատուրը եւ այնտեղ է նաև եկեղեցին։ Իրականում այս բոլոր կառույցները այստեղ չեն եղել, դրանք եղել են մի փոքր ավելի ներքև, որտեղ այս բային ապարանի ջրամբարն է, բայց ջրամբարի կառուցման պատճառով դրանք տեղափոխվել են այստեղից, տեղացիները տեղափոխվել են արդեն նոր Զովունի։ Այս պահին մենք առաջարկում ենք լսել, թե ինչպիսի պատմություններ կան կապված Զովունիի եւ զովունեցիների հետ։ Միացեք Հայ ու Հայաստանի ընթացքին։ Հիմա այստեղ ծփում է ապարանի ջրամբարը, որը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանի համար։ Իսկ ավելի քան կես դար առաջ այս տարածքում ծաղկուն բնակավայր էր։ Այնտեղ, ուր հիմա ջուրն է, ապրում էին զովունեցիները։ Այստեղ նրանք բնակություն են հաստատել 19-րդ դարի սկզբներից, դպրոց հիմնել ու զբաղվել գյուղատնտեսությամբ։ Տասնամյակների ընթացքում արդեն ձևավորվել էին գյուղի ավանդույթները։ Մեր գյուղի, մեր հասարակության սրբատեղին է, սրբավայրն է։ Միշտ այցելում ենք, մեր տուրքը մատուցում ենք, բայց բուն ծագում է Թուխմանուկ, ինչ է նշանակում։ Անցած ամռանը համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ տանիքը վերանորոգվեց, լրիվ նորովի նորոգվեց, դուռը կախվեց, հաջորդ երևի սա էլ նորից էլի կվերափոխվի։ Հետևում ենք, այո, հետևում ենք, այնպես չի, որ մենք ստեղից տեղափոխվել գնացել ենք, բայց մեր սրբատեղիներին թողել ենք անուշադրության մեջ, ընդհակառակ, էլ ավելի կապված։ Անկախ տարվա եղանակից ու ճանապարհի վիճակից, հին զովունեցիներն ամեն ամիս այցելում են իրենց նախնիների բնակավայր։ Առանձնահատուկ ուշադրություն են դարձնում հատկապես սրբավայրին։ Ավելի քան 1500 տարվա պատմություն ունեցող մատուրն այնքան սիրված է, որ տեղահանվելու լուրը լսելուն պես զովունեցիները սկսեցին մատուրը տեղափոխելու մասին մտածել։ Քանի որ գյուղը վերաբնակվել է 1828 թվին, տեղափոխվել եւ ներկայիս որտեղ որ մենք հիմա գտնվում ենք, վերաբնակվել եւ բնակությունը հաստատել այս տարածքում։ Դե պարզ է 1828 թվից մինչև 1965 թիվը գերեզմանատեղի ենք ունեցել, եկեղեցի ենք ունեցել, բացի Թուխմանուկը, բացի Սուրբ Վարդանը։ Եկեղեցին արդեն այստեղ այս տարածք Պարսկաստանից տեղափոխվելուց հետո է կառուցվել։ Ոչ, եկեղեցին ավելի հին, նույնիսկ էլի հիմա կմոտենանք, էլի կարծեմ էլի 4-րդ դարի եկեղեցի է։ Այսինքն գյուղացիք, որ եկել ստեղ վերաբնակվել են, Թուխմանուկը եղել է, որտեղ նա կառուցվել է 4-րդ դարում։ Ճիշտ է, 65 թվին վերակառուցվել, տեղափոխվել է, որպեսզի ջրի տակ չմնա։ Զովունեցիներին իրենց պապական բնակավայրի հետ կապող այլ հանգամանքներ էլ կան։ Այստեղ է զովունեցիների գերեզմանատունը։ Ոմանք անգամ տեղահանվելուց տասնամյակներ անց որպես վերջին պատգամ ցանկություն են հայտնում այստեղ հանձնվել հողին։ Այս ամբողջը, որ տեսնում եք, նախկին գերեզմանատունն է։ Սկսած 1828 թվից մինչ 1965 թիվը։ Չնայած ասեմ, դեպքեր են լինում, որ հիմա էլ հուղարկավորություններ կատարում են այս գերեզմանոցում։ Անկախ նրանից մարդիկ ապրում են Երևանում կամ հիմիկվա Զովունի գյուղում, հա, կապ չունի։ Եզակի են այդ դեպքերը, բայց երբեմն նաև հուղարկավորություններ լինում են։ Հիմա նախկին Զովունու բոլոր հուշարձանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի համաշխարհային ժառանգության արժեքների պահպանման ցուցակում են։ Վերջին տարիներին դրանք նաև տեղական իշխանությունների ուշադրության կենտրոնում են։
Եթե տարիներ առաջ ջրամբարի ջրի մակարդակն այնքան էր բարձրանում, որ ծածկում էր եկեղեցու հիմնական մասը, ապա հիմա արդեն այն եկեղեցու ավերակներից մի քանի մետր հեռավորության վրա հասնում է իր վերջնակետին։ Մեր գյուղի եկեղեցին է 5-րդ դար Պողոս Պետրոս եկեղեցին, եղել է գործող եկեղեցի։ Ու հավանաբար մինչև սովետական կարգերի հաստատվել է։ Եղել է լիարժեք գործող եկեղեցի, որտեղ եւ կատարվել են եւ կնունք, եւ ասենք թաղման ծիսակատարություններ, քանի որ ջուրը բարձրանում էր մինչև եկեղեցու պատուհանների կեսից վերև ծածկում էր։ Որպեսզի այդ ջրի հետ կապված չավիրվի, չքանդվի եկեղեցին, համարակալել էին, որպեսզի վերակառուցեն, տեղափոխեն։ Հին Զովունիից մինչև նոր Զովունի 40 րոպեի ճանապարհ է։ Ավելի քան կես դար առաջ նոր բնակավայր գալով զովունեցիները հաստատակամորեն որոշել էին պահպանել ավանդույթներն ու ստեղծել նորերը։ Նոր Զովունին հիմա մայրաքաղաքին կից է ու նաև գայթակղիչ ամառանոցային շրջան է երևանցիների համար։ Իրականում սա այն բացառիկ համայնքներից է, որտեղ փաստացի բնակչությունն ավելի շատ է, քան գրանցվածը։ Աշոտ Պապն էլ այս կապակցությամբ ունի իր բացատրությունը։ Ինքն էլ տարիներ առաջ Երևանի կենտրոնում բնակարանը վաճառել ու եկել է Զովունի։ Ամենալավ տեղը ստեղ է, ես քաղաք չեմ էլ էց մենակ իդեր ժողորդը։ Լավ տեղը, ես շատ գոհ եմ ստեղից։ Իրականում գյուղի բնակչությունը շատ բազմազան է, բայց նրանց միավորում են ընդհանուր խնդիրները։ Համայնքի դպրոցի ու մանկապարտեզի մեջտեղում գյուղի 4 բոլորն իրար կապող հիմնական խաչմերուկն են պաշտոնապես համարվում է Զովունիի գյուղամեջը։ Քննարկումներն ու վերջին նորություններն այստեղ են ընթանում։ Երբեմն գյուղապետն էլ է այստեղ միանում համագյուղացիներին։ Քաղաքի հետ կապված է համարյա Դավիթաշեն հետ կապված է։ Աշխատում է, այստեղ երկու տրանսպորտը աշխատում է։ 74 եւ 31 աշխատում են, շատ լավ է։ Զովունու բնակչության թվի աճին զուգահեռ ավելանում են նաև համայնքի միակ դպրոցի աշակերտների թիվը։ Դպրոցն արդեն մասնակիորեն նորոգվել է։ Նոր դասասենյակներն ու գույքը մտքափոխ են արել նաև բազմաթիվ ծնողների, որոնք իրենց երեխաներին ուղարկում են Երևան հիմնական կրթություն ստանալու։ Երեխաներն էլ որոշել են իրենց ուժերը փորձել նաև ինտելեկտուալ խաղերում։ Զովունին հին պատմություն ունի, բացի դպրոց հաճախելուց մեզ մոտ նաև մեր մշակույթի տանը մշակութային մի շարք միջոցառումներ են իրականացվում, հասարակությունը այստեղ շատ ակտիվ է, տարբեր խմբակներ գոյություն ունեն, ինչպես նաև ժամանցի միջոցներն են տարբեր, որն էլ մեր կյանքը բազմազան է դարձնում այստեղ։ Զովունիի դպրոցում կա նաև եզդիերենի առարկա։ Այստեղ շաբաթական մի քանի օր համայնքում բնակվող ազգությամբ եզդի աշակերտներն իրենց մայրենի լեզուն ու գրականությունն են ուսումնասիրում։ Տարաձայնություններ երկու ազգությունների երիտասարդների միջև չկան։ Ավելի, նույն դասարանում սովորելով, ավելի լավ են ծանոթանում բարեկամ ժողովրդի մշակույթին։ Համայնքում փոխհարաբերությունները միշտ շատ լավ են եղել, ամեն կերպ իրար աջակցել են, բոլոր հարցերին իրար սատար են մեկը մյուսին կանգնել ու այդպիսով էլ տարիներ շարունակ լավ փոխհարաբերություններ են երկու եւ հայերի եւ եզդիների ազգային փոքրամասնության միջև լավ հարաբերություններ են ձևավորվել։ Զովունին Հայաստանի ամենամեծ համայնքներից մեկն է, իրականում այն առանձնահատուկ է նաև մեկ այլ հանգամանքով։ Այստեղ մեծ թվով եզդիներ են ապրում։ Նրանք իրականում այստեղ եղել են ավելի շուտ, քան տեղացի զովունեցիներն են եկել։ Այս հատվածը կոչվել է Ամո գյուղ, այն հիմնադրվել է հենց եզդիների կողմից։ Ամո գյուղի մասին հիմա Զովունիում հիշում են հիմնականում եզդիները։ Այն գյուղի սկզբնամասում է եղել դեպի Երևան ճանապարհի մոտ։ Ժամանակին Զովունին ամենամեծ եզդիաբնակ համայնքն էր, սակայն վերջին տարիներին նրանցից շատերն են արտագաղթել։ Մյուսներն էլ տեղափոխվել են Երևան կամ այլ համայնքներ։
Սաիդին Զովունիում բոլորը գիտեն։ Երիտասարդ եզդի ակտիվիստը միջազգայնագետի մագիստրոսի դիպլոմը ստանալուց հետո որոշեց իրեն նվիրել ազգային խնդիրներին։ Սաիդը երիտասարդ եզդիների ասոցիացիայի նախագահն է ու հիմնականում խոսում է երիտասարդների անունից։ Զովունի համայնքում մենք զգում ենք, եզդիներս մենք զգում ենք ինչպես մեր տանը, քանի որ Զովունի համայնքը ստեղծվել է հենց եզդիների կողմից, կառուցվել է եզդիների կողմից, եւ ես կարծում եմ սա մեր տունն է, մեր հայրենիքն է եւ մենք մեր տանն ենք զգում։ Հայերի եւ եզդիների միջև ոչ մի խնդիր չկա, վստահեցնում է ակտիվիստը։ Այստեղ համայնքը մի տեսակ միաձուլված է հայերին, միասին տոներ են նշում, ընկերություն անում ու գործ նախաձեռնում։ Մեր սփավայրեր ունենք մենք Իրաքում եւ այն ամեն ինչ ինչու անհրաժեշտ է եզդիների ազգային դիմագիծը կրոնական հիմքեր համապնդելու համար ներկա պահին այդ պահին Հայաստանում չունեինք եւ այսօր դերևս 2012 թվականից արդեն ստեղծվել են եւ մենք երիտասարդներով մեր բոլոր միջոցառումները, բոլոր արարողությունները, թե կրոնական ծեսերը, նաեւ ազգային ավանդույթները ծեսերը իրականացնում ենք մեր Արմավիրի մարզի Ակնալիչ համայնքում գտնվող եզդիական սփավայրի այդ մերձակայքում։ Իդեպ եզդիների խնդիրներն այսօր աշխարհում շատ արդիական են։ Իրաքում կազմակերպված եզդիների ցեղասպանությունից հետո տասնյակ հազարավոր եզդիներ մնացել են անօթևան։ Սաիդն ու ընկերներն ամեն օր լսում են իրենց հայրենակիցների մասին սարսափելի պատմություններ եւ հնարավորության դեպքում փորձում են օգնության հասնել։ Ապրիլի 24-ին մենք եզդիական համայնքի ներկայացուցիչները այցելեցի Ծիծանակաբերդ ամեն տարի հարգելով ցեղասպանության զոհերի հիշատակը, ոչ միայն հայերի, այլ նաև եզդիների, մենք ամեն անգամ բարձրաձայնելու ենք, որպեսզի դատապարտվի եւ հայերի եւ եզդիների ցեղասպանությունը, քանի որ եթե դատապարտվեր, կանխվեր նաև հայերի ցեղասպանությունը, այսօր դատապարտվեր այն բոլորի կողմից չէր լինի նաև եզդիների ցեղասպանությունը։ Եթե Սաիդը եզդիական համայնքի երիտասարդների ներկայացուցիչն է ու փորձում է հետևելով քաղաքական զարգացումներին եւ ազգային խնդիրների կազմակերպմանը նոր գործակցության եւ ազգապահպանության եզրեր գտնել, ապա Հայաստանում եզդիական համայնքի ղեկավարը Ազիզ Թամոյանը վստահեցնում է. մենք եղբայրական ժողովուրդ ենք ու միասին ապրելու որևէ խնդիր չունենք։ Այս երկրում ազգային փոքրամասնությունները համարյա զորվում էին եւ շատ ազգերը վերացվեցին։ Փառք Աստծո, երբ Խորհրդային իշխանությունը փրկվեց, Հայաստանը անկախացավ, մենք էլ անկախացանք, մեր անկախությունը ձեռք բերեցին, հայ ժողովուրդը մեզ օգնեց, հայոց պետականությունը մեզ օգնեց։ Հիմա դպրոցներում 50 դպրոցներում դասավանդում է եզդերեն լեզվի, գրականության առարկան, մոտ 50,000 դասագրքեր են հրատարակվել պետ պատվի շրջանակներում։ Մեր Ֆերտն է հրատարակում եզդիխանը, ամեն օր ունենք ժամյա ռադիո հաղորդում եզդիների համար ակադեմիայում։ Ինչպես ինքն է իրեն ասում, աշխարհի եզդիների միության նախագահը հետևում է ազգագիծների խնդիրներին։ Առաջին տեղում Հայաստանում ապրողներն են։ Տասնամյակներ շարունակ Թամոյանը զբաղվել է ազգային հարցերով։ Պետականորեն եզդիներին ճանաչում են որպես քրդեր։ Այդ հարցի մասին ես իմ համախոհների միասին մենք Երևան քաղաքում միջև դիմեցինք Մոսկվայի կառավարությանը ու մեր խնդրանքով բավականին 12 տարի համարյա անդադ ողջել են ցույցեր են կազմակերպել հասել ենք այդ բանի, որ մեզ մարտահամարով արդեն ճանաչեցին առանձին էթնիկ ազգ։ Թամոյանների ընտանիքը բավականին մեծ է, բազմազավակ հոր երեխաների մի մասը եւս արտերկրում են, բայց ամեն օր կապի մեջ են։ Կարոտն էլ փարատելու համար 80-ամյա առաջնորդը թերթում է ընտանեկան լուսանկարներն ու պատրաստվում առաջիկա տոնակատարություններին։ Իմ երազանքը դա է, որ աշխարհում խաղաղություն լինի։ Առաջին, երկրորդը իմ երազանքը, որ Իրաքի հյուսիսային մասում ստեղծվի եզդիների, քրիստոնյաների, հայերի, ասորիների համար ավտոնոմիա։ Որպեսզի մեր հայրենիքը եղել է Իրաքի հյուսիսային մաս, Եզդիստան կոչվող տարածք, այդպես էլ չպետք է մուսուլմանները զավթեն, մեր ձեռքից վերցնեն, չի կարելի, ինչպես օրինակ հիմա Ղարաբաղում մենք բոլորս էլ գիտենք, որ Ղարաբաղը հայ ժողովրդի պատմությունն է, հայ ժողովրդի դնակավայրերն են, հայ ժողովրդի հողն է, տարածքն է եղել, այդ մուսուլմանական ժողովուրդները սովորաբար այդպիսի նվաճումներ ունեն, ուզում են ազգային փոքրամասնություններին, քրիստոնյաներին վերացնել, իրանք տիրանան իրանց հողին, իրանք տիրանան այդ տարածքներին։ Հայ եզդիական եղբայրությունն ամուր կրում է նաև Զովունու դարբնոցում։
իրականում էլ համայնքը հայտնի է իր դարբիններով ու դարբնոցներով։ Սա համայնքում ամենատարածված արհեստն է, որը վարպետները փորձում են հասցնել արվեստի մակարդակի։ Մետաղյա խոհարարից մինչև մի քանի 100 դետալից պատրաստված դարպասներ, ամեն ինչ տեղացի վարպետների ձեռքի շնորհքի արդյունքն է։ Քուրա, փուք, սվառարան մի քանի տեսակի անվանում ենք, տաքացնում է ինքը դետալը, հասցնում շիկացման աստիճանի, սա եռաֆազ մուրճ է, էլեկտրական։ Սրանով ծեծում են, ստանում տվյալ, ասենք, ֆիգուրացիան եւ դարբնի զնդանը ամենակարևորը ձեռքով աշխատելու համար։ Այսինքն դարբինը սրա վրա պիտի ստանա իր ուզած որևէ դետալը զնդանի վրա պարտադիր։ Նժդեհը արդեն ավելի քան 8 տարի աշխատում է դարբնոցում։ Նա Զովունու մերձակա համայնքներից է, բայց եթե հնարավորություն ունենար այստեղ էլ կապրել, համայնքն ու աշխատանքը երիտասարդին ամբողջովին փոխել են։ Շատ հյուրասեր, շատ բարի, շատ ուշադիր եւ գործով զբաղվող ժողովուրդ են, իսկական հայ մարդուն վայել կերպով ապրող մարդիկ։ Թե գյուղատնտեսություն անող մարդիկ կան, գյուղատնտեսական աշխատանքներ, թե ինչ-որ մասնագիտական, արհեստագործական տարբեր աշխատանքներով զբաղվող մարդիկ, շատ լավ համայնք է, թե բնակվելու համար, թե աշխատելու համար։ Թեև նոր, բայց Զովունին ունի արդեն իր ձևավորված ավանդույթները։ Այստեղ նախկին համայնքից տեղափոխված ընտանիքները հիմնականում բազմազավակ են։ Սարոյաններն էլ իրագործել են այս ընտանեկան պատգամը։ Հիմա սիրառատ ամուսինները զավակներին են հորդորում հետևել իրենց օրինակին։ Զովունին Էլիզդևի բաղչայով կաղամբ էինք մշակում դեղ, դպրոց էինք հաճախում, մանկությունը դեղ ուրիշ էր, մանկական կյանքը ընդեղ անցավ էլ բալը, ստեղ եկա ու ամուսնացա շուտ։ Հիմա արդեն սիրառատ թոշակառուները թողնելով աշխատանքը զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ, հիշում երիտասարդությունն ու ապագայի նոր պլաններ կազմում։ 50 տարի, բայց մի 45 տարվա դրած բաներ։ Այստեղ փոխարինվել է այս ծառները։ Երկար չեն դիմանա։ Հողը նենձևի է, որ այստեղ աղավոր անաջող հող է մեր չորային։ Ջուրն էլ որ մի քիչ կարգին չի լինի։ Դրա համար ծառները շուտ վերանում են, նորն են տնկան։ Զովունիում բազմաբնակարան շենքերը քիչ են, փոխարենը մեծ սեփական տներն են, որտեղ միանգամից 4 ընտանիք է ապրում։ Մարտիրոսյաններն իրենց պայմաններից չեն դժգոհում, ավելին նոր կենդանիներ են բազմացնում։ Մի հատ ցուլիկ, մի հատ էլ փոքր հորդ։ Ու ես 30 հավես բաղչան ունենք։ Թոշակառու ամուսիններով այդպես հարմարվում ենք էլի ամբողջ օրը։ Զովունի ամենահայտնի հուշահամալիրն է, որը նվիրված է երկրորդ հայրենականի եւ Արցախյան պատերազմի զինվորների հիշատակին։ Հիմա այն համայնքի բնակիչներից ավելի քան 20-ը որպես կամավորներ առաջնագծում են, պաշտպանելով հայրենիքի սահմանները։ Համայնքի բնակիչների հանգանակության շնորհիվ տասնամյակներ առաջ վերխոյացած այս հուշահամալիրը հատուկ նշանակություն ունի զովունեցիների համար։ Ժամանակին նորապսակներն էլ հարսանիքի օրը գալիս են նաև այստեղ իրենց հարգանքի տուրքը մատուցելու հերոս զինվորներին։ Հուշահամալիր նշանակում է ավերված մեր նախկին հայրենիքը, որը ապրում է վերածնունդը։ Վերածնունդի սույնը, դա է ընդհանուր պատմությունը։ Հուշահամալիրում գործում է նաև փոքրիկ թանգարան, որտեղ ներկայացված են հայրենական պատերազմի վետերաններն ու արցախյան ազատամարտի մասնակիցները, ազգային հերոսներից մինչև շարքային զինվոր։ Մայիսի 9-ին Շուշի ազատագրման օրը մենք տոն ենք անցկացնում։ Բոլոր գասեն ծաղկե փնջերով եւ գերեզմաններ եւ ընդեղ աշակերտներ, դպրոց կազմակերպում աշակերտներից երկու պարը ամեն ինչ հնարավոր է, սեղան ենք դնում, ուտում խմում ենք, կանչում ենք ազատամարտիկներին, ովքեր ողջ են,
ստեղ են, կանչում ենք իրանց նվերներ ենք տալիս խրախուսական։ Յուրատեսակ հերոսություն է Զովունու երաժշտական դպրոցում աշխատելը։ Համայնքապետարանի ուժերով դպրոցն արդեն նորոգվում է ու շուտով կստանա իր հին տեսքը։ Նախկին դահլիճի տեղում ժամանակին ապրել են Բաքվից փախստականները։ Հիմա էլ շենքում ընդամենը մի փախստական է ապրում, բայց շուտով նրա խնդիրն էլ լուծում կստանա։ Ժամանակին եղել է Եղվարդի երաժշտական դպրոցի մասնաճյուղը, բայց 92 թվականից որպես առանձին միավոր հիմնադրվեց դպրոցը, ժամանակին եղել է արվեստի դպրոց, բացի երաժշտական բաժնից եղել է նաև գեղարվեստի բաժին։ Այսօր միայն երաժշտական բաժինն է պահպանվում, ցավոք, շուրջ 60 աշակերտ սովորում են դպրոցում եւ կրթական որակը գնալով բարձրանում է, ես կասեի։ Երաժշտական դպրոցում հոգևոր սննդի սիրահար պատանիներն ամեն շաբաթ վոկալի դասեր են ունենում։ Աշակերտները բազմաթիվ փառատոների են մասնակցել ու մրցանակներ ստացել։ Զովունին կարծում եմ շուրջ 5000 բնակչություն ունի։ Ցավոք մեզ մոտ ընդամենը կրկնում են 60-ի սահմանում են, շատ կցանկանայի, որ գոնե 100 աշակերտ լիներ դպրոցում։ Բայց այն ծնողները, ովքեր երեխաներին ընդգրկել են մեր դպրոցում սովորելու համար, միանգամայն իրենց մակարդակով բավարարում են մեր պահանջներին, այո։ Մի քանի անգամ մենք փորձել ենք ընդգրկել գեստիներից երեխաներ, որպես մեծ աշակերտ ընդգրկեն, բայց չգիտեմ ինչու չի ստացվել։ Իսկ ի՞նչն է խնդիրը ձեր կարծիքով։ Կարծում եմ վարձավճարի հետ է կապվում։ Երեխան հենց գնացել է տունը, ծնողին ասել է, որ վճարովի է, չի եկել ծնողը այլևս։ Սամվելիկն էլ վերջերս մրցույթներից մեկում առաջին հորիզոնականն է զբաղեցրել։ Զովունու աստղն արդեն որոշել է, դառնալու է ժողովրդական երգի կատարող ու չի սահմանափակվելու համայնքային ելույթներով։ Ընտրեցի ժողովրդական վոկալ, որտեղ մեր ազգային ժողովրդական երգը ինձ ավելի հոգեհարազատ է։ Կոնկրետ պատճառ ժողովրդական երգ ընտրելուն միայն հոգեհարազատությունն էր։ Ուրիշ պատճառ չունեմ։ Զովունու մյուս աստղը դոկտոր Մարտինն է։ Ժամանակին հեռուստատեսությամբ հիմա միայն իր տանը ընդունում է հիվանդների ու ինչպես ինքն է ասում, իր աստվածատուր ուժով փորձում բալասանել նրանց։ Դա իմ աշխատանքի վայրն է, որը որ անցկացնում եմ օրական 10 ժամ, առավոտ ժամը 10-ից մինչև երեկոյան ժամը 8-ը։ Մենք աշխատում ենք բացի երեքշաբթի, չորեքշաբթի օրերից, մնացած օրերը աշխատում ենք։ Մենք նկատի ունեմ խաչը, Քրիստոսը, Տերը, որը որ ես նրա ձեռքի տակ աշխատող եմ ընդամենը։ Ես ձեզանից համարյա շատ քիչ բանով եմ տարբերվում, չգիտեմ ասված ինչի ինձ է անդրել, ոչ մեկ ուրիշի։ Եվ այսպես մենք աշխատում ենք 93 թվից մինչև այսօր։ Դոկտորի ու վերին ուժերի աշխատանքային գրաֆիկը փակցված է նրա ընդունարանում։ Ծնունդով ջավախքից, կոչումով բժիշկ եւ իրեն իսկական զովունեցի համարող դոկտոր Մարտինը հիմա էլ չի բողոքում հիվանդներից, գալիս են, օգնում է, իսկ հանգստյան օրերին զբաղվում է այգով։ Հիմա էլ շատ ստուդիաներ խնդրում են, որպեսզի ես եթե դուրս կամ նորից թարոմացնեմ ժողովրդին, բայց ես չեմ ուզում, որովհետեւ ռեկլամ անում են Թարմացնել ինչպես։ Այսինքն նորից ժողովուրդը գիտենա, որովհետև 2000 թվին չափից ավել էր ժողովուրդը։ Այնտեղ ուզենային, չուզենային հետաքրքրամար էին գալիս։ Այսինքն չէին թողնում, որ իսկական հիվանդը կարողանար հասնել իր արդյունքի։ Ինչպես ինքն է ասում, իր մոտ բուժվել են շատերը։ Ինքն էլ պատրաստ է բալասանող ունակություններով օգնել յուրաքանչյուրին, ով հավատում է Աստծուն ու գերբնական ուժերին։ Այսինքն ինչ որ կատարվում է, այստեղ ինչ որ կա, այդ բոլորը ժողովրդի կողմից են։ Մենք աշխատում ենք անշահ խնդիր։ Ես դա ասել եմ առաջ օրը, եւ մինչեւ վերջը
Աստվածից ինչքան գտա նորից աշխատելու հնարավորություն, ես նույն ձևով աշխատելու եմ։ Գյուղապետ Ավետիսյանն արդեն մոտ 20 տարի ղեկավարում է Զովունի համայնքը։ Ամեն տարի համայնքային ուժերով նորոգման աշխատանքներ են կազմակերպում, նոր ծրագրեր իրականացնում ու նախանշում առաջիկա անելիքները։ Աշխատանքները շատ են, բայց գյուղապետը միևնույն է, կարոտով է հիշում իր մանկության Զովունին։ Ջրամբարի կառուցման ժամանակ տեղափոխում էին արդեն գյուղը ստեղ, երես բերել էր այս նոր տարածք, որը գաղութ էր, գաղութի բնակավայրի տեղերը ընդամենը կտրտում են պերեգարոտկանների և գյուղը 140 ընտանիք մի կերպ տեղավորվեցին մինչև նոր Զովունի վերակառուցումը։ Վերակառուցումը ստեղ եղել էր անապատային տարածքի նման մի տեղ, որը մեր գյուղացիները նախկինում եղել են անասնապաններ, հետո գյուղատնտեսական բնակավարում փորձեր չունեին։ Զովունիում խնդիրներ իհարկե կան, բայց համայնքը վերջին տարիներին շատ է փոխվել։ Մի քանի ձեռնարկություն է գործում։ Տեղացիների մի մասը այնտեղ է աշխատում, մյուսներն էլ Երևանում։ Համայնքը այն ձևի կարգավիճակ ունի, ոնց որ փոքր երեխեն միշտ խնամքի կարիք ունի։ Պլանավորված ոչ մի բան չի լինում։ Առավոտ, եթե պլանավորես, մի օրիգինալ հարց կբարձրանա եւ քո պլանավորված գործերը դեռ ձախողման կենթարկվի։ Դրա համար պետք է աչալուրջ լինես, տեղյակ լինես, ինֆորմացիա ունենալի փոքր համայնք չի։ Ազգամիջյան հարցերն էլ համայնքում վերահսկվում են։ Զովունիում ազգային փոքրամասնություն ունեցող ամենամեծ համայնքներից մեկում բավականին տեղյակ են եզդիների մշակույթից։ Տեղյակ են նաև ներհամայնքային խնդիրներից, բայց փորձում են չխառնվել դրանց, առաջնորդվելով յուրաքանչյուր հարց հաշտ ու կազմակերպված լուծելու գաղափարով։ Ճիշտն ասած, այն ժամանակ, որ մենք գաղութի հետ բնակավայրում երիկից տարածքներ էի, այնտեղ մենք որ տեղափոխվեցինք, դե այնտեղ հացատուներ պետք, թոներ էր պետք, աստղել էր պետք, անմիջապես մերվեցին ժողովուրդը իրար հետ, օգտվում էին եզդի համայնքի հացատներից, օժանդակ կառույցներից ու այդտենց նաև դպրոցը միասնական եղավ, ունեն դասընկերներ, մանկությունը իրար հետ անցկացրած, էական ես տարբերություն չեմ գտնում եզդի հայ համայնքների մեջ։ Ավելի քան կեսդարյա պատմություն, վերաբնակեցված համայնք ու վերականգնվող համբավ։ Նոր Զովունին պահպանելով իր հին ավանդույթներն ու այսօր էլ ձևավորելով նորերը, փորձում է հետ չմնալ քաղաքային կյանքից եւ միևնույն ժամանակ պահպանել գյուղական առօրյայի համն ու հոտը։ Այստեղ մշակույթների համակեցությունը միասնականության օրինակ է։ Զովունին Երևանից գտնվում է իրականում ընդամենը 30 մետր հեռավորության վրա։ Այսպիսին էր Երևանի ամենամոտ համայնքը իր հետաքրքրություններով, բարդություններով, պատմություններով եւ իհարկե բնակիչներով, որոնք տարբեր են, բայց ունեն նույն խնդիրները։ Միացեք մեզ յուրաքանչյուր շաբաթ իմանալու համար, թե որտեղ ենք լինելու մենք եւ ինչպես ենք բացահայտելու Հայաստանն ու հայերին։